Մենք գտնվում ենք Կարս-Գյումրի երկաթգծի Թուրքիայի սահմանում, այստեղից մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահման ընդամենը 5 կիլոմետր է։ Կբացվի արդյոք պետական սահմանը թե ոչ, դեռևս անհայտ է, սակայն ինչպես տեսնում եք, երկաթգիծը գործարկվում է։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու երկրների հավաքականների հանդիպումը կարող էր առիթ հանդիսանալ, որ 15 տարվա ընդմիջումից հետո վերագործարկվի Գյումրի-Կարս երկաթգիծը։ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներ Հարավկովկասյան երկաթուղի փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել է ամենակարճ ժամանակահատվածում Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման հնարավորության մասին։ Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը հայտարարեց, որ կողմերի համաձայնության դեպքում թուրք մարզասերների Հայաստան ժամանելու նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին պատրաստ է վերականգնել հաղորդակցությունը Թուրքիայի և Հայաստանի միջև Կարսն ու Գյումրին իրար միացնող Ախուրյան 2 երկաթգծի միջոցով։ Պաշտոնապես, սակայն, երկաթգծի հնարավոր վերագործարկման մասին որևէ հայտարարություն չի եղել։ 6670 և 6671 համարի գնացքները 21 վագոն կցորդով թուղթ, կաշի, երկաթ և մի շարք այլ ռեսուրսներ են տեղափոխել Գյումրիից Կարս և հակառակ ուղղությամբ մինչև 1993 թվականի հիշարժան ապրիլը, երբ Ղարաբաղյան գոյամարտում հայկական զորքերն ազատագրեցին Քելբաջարը, և Անկարան փակեց հայ-թուրքական պետական սահմանը։ Կարսից 60 կիլոմետր հեռավորության վրա Աքքիաքա ավանում է գտնվում համանուն կայարանը, վերջին կայարանն է, որտեղ ժամանում էին թուրքական գնացքները 17 տարի շարունակ։ Նույնիսկ ավելին, 1987 թվականին կառուցված կայարանի նախագծող ճարտարապետն էլ հայ է եղել։ Երեքշաբթի և ուրբաթ օրերին զբոսաշրջիկների գնացքներ էին անցնում դեպի Հայաստան և Եվրոպա տեղափոխվող բեռները ևս այստեղով են անցել, հիշում է Կարսի նահանգային խորհրդի անդամ Ֆաուտ Ասլանը։ 2009 թվական 10 հոկտեմբերի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Ցյուրիխյան արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում պետք է շահագործվեր երկաթգիծը։ Ախուրյանում մեկնարկեց շինարարական եռուզեռը։ Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունը պարբերաբար զեկուցում էր երկաթուղին արագ գործարկելու շինարարությունը կազմակերպելու մասին։ Կատարվեց երկաթուղիների տեխնիկական վիճակի կարգավորում, շենք շինությունների վերանորոգում։ Վերանորոգվող 12 կիլոմետրանոց հատվածի 3 կիլոմետրը Ախուրիկից մինչև թուրքական առաջին կայարանն ընկած հատվածն էր։ Վերականգնվեց Գյումրի-Ախուրյան հատվածի էլեկտրասնուցումը, նախատեսվում էր մինչև տարեվերջ այնտեղ հացնել մանրաթելային կապ, նորոգվեցին ամբարձի շկռունկները, որով ժամանակին տեղափոխվում էին ստացված բեռները։ Կարգի բերվեցին շրջակայքի ավտոճանապարհները։ Մյուս կողմում շինարարական պատկերն անփոփոխ էր։ Թուրքական Դոուլ Քափը, արևելյան դուռ կայարանում ոչինչ չարվեց, ավելին՝ լքված կայարանաշենք, թալանված դուռ լուսամուտներ, մասնատված վագոններ և ժանգոտած երկաթգիծ։ Demir yollarına bağlı olarak Kars'ın gelişip ve gelişmemesi diye bir şeyi Մենք tartışmıyoruz. չենք քննարկում երկաթգծի հետ կապված Կարսի տնտեսության աճի կամ անկման հարցը, որովհետև Կարսի զարգացումը կարող է լինել իր իսկ գործարարների և պետական ներդրումների շնորհիվ։ Հայաստանյան սահմանի բացումը Թուրքիայի արտաքին քաղաքականությունն է, և Կարսի գործարարներից բացի Ստամբուլի, Անկարայի և այլ քաղաքների գործարարներն էլ կշահեն։ Հարկավոր է Կարսից կախում չունենալ, որովհետև Կարսը անհրաժեշտ ներդրումները պետությունից ստանում է։ Իհարկե, Կարսը լինելով սահմանային առաջին նահանգը, մի շարք առավելություններ ունի, սակայն այն զարգանում է իր պետության աջակցությամբ։ Իսկ հետագա զարգացումներին հասցրել է տեղեկանալ ազատասեր հասարակությունը։ Հրայր Հակոբյան, Էդգար Սահակյան, Լոռի հեռուստաընկերություն։